ինչպես ներքին գործերի նախարարությունում շնորհակալություն ենք հայտնում Անուլի Ասուլիսի հրավերին արձագանքելու եւ ներկայացնելու համար։ Մեր այսօրվա բանախոսներն են ներքին գործերի նախարարության իրավաբանական վարչության պետ պարոն Ռուստամ Նարնջյանը եւ հաշվառման քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների եւ լիցենզավորման վարչության պետի տեղակալ պարոն Տիգրան Գևորգյանը։ Ասուլիսի թեման, ինչպես նախապես հայտնել էին, տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարունիշերի չափորոշիչներում կատարված փոփոխություններն են։ Մեր բանախոսները նախ կներկայացնեն թեման, հետո կանցնենք ձեր հարցերին։ Բարև ձեզ եւ շնորհակալություն այս թեմայով ձեր հետաքրքրվածության համար։ Վերջերս փոփոխություններ են տեղի ունեցել եւ ինչպես գիտենք, տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ դրանց հատկացման գները սահմանում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը։ Եվ վերջերս կառավարության որոշման մեջ տեղի են ունեցել փոփոխություններ, այլ կերպ ասած լրացվել են հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի նոր չափորոշիչներ, եւ դրան արձագանքելով ներքին գործերի նախարարը ստորագրել է հրաման եւ սահմանել է այն գները, որով այդ հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշները կարող են հատկացվել։ Նախապես ասեմ, եթե այդպիսի ընկալում կամ սխալ ընկալում կա, այստեղ խոսքը չի վերաբերում առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերին։ Դրանց հետ կապված աճուրդային կանոնակարգումներ ինչպես եղել են, այնպես էլ շարունակելու են գործել։ Ընդ որում այդ չափորոշիչներում եւս որևէ փոփոխություն չի կատարվել։ Այսօր խոսելու ենք բացառապես հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի մասին։ Ես ընդհանուր տարբերության մասին կխոսեմ, թե ինչով են տարբերվում առանձնահատուկից, որովհետև այս հարցն էլ երբեմն հանդիպում ենք սոցիալական հարթակներում, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան հստակ դրան տարանջատել եւ նաեւ եթե անհրաժեշտություն կլինի, իհարկե կխոսենք նաեւ կոնկրետ թվերով, թե օրինակ որ կոմբինացիան, որ համադրության համար ինչպիսի կինը սահմանված։ Հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշները բաղկացած են կամ առնվազն 4-0-ից եւ 1 թիվ, իհարկե լատինական տառերը գիտեք, կրկնվող կամ տարբերվող, սրա մասին առանձին չանդրադառնանք։ Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներում միշտ առկա է կամ 4-0 եւ 1 թիվ կամ 5-0։ Սա բանաձև է, սա ամրագրված է։ Բայց մեր քննարկումները, քաղաքացիների ստացված դիմումները, հետազոտություններն ինչ են ցույց տալիս, որ այնուամենայնիվ հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչներում դեռևս ընդգրկված չեն եղել այնպիսի համադրություններ, որոնք իսկապես քաղաքացիների շրջանում ներկայացնում են որոշակի հետաքրքրություն։ Հիմա ես փորձեմ բանաձևել, թե ինչն ենք փոխել, կոնկրետ կոմբինացիան ենք անդրադառնանք։ Նախատեսել ենք այնպիսի չափորոշիչներ, երբ համարանիշի մի կողմում դա կլինի 2 նիշ կամ 3 նիշը, թվերի մասին է խոսքը, միշտ գտնվում են զրոները։ Ֆիզիկական անձնասպառագայում գիտեք, սկզբից 2-0 է, իրավաբանական անձնասպառագայում 3-0 է, կամ 2 նիշ եւ 3 նիշ համապատասխանաբար։ Լատինական տառերը, ինչպես բոլոր պարագաներում, կարող են լինել նույնը, այսինքն կրկնվող կամ տարբերվող։ Մյուս կողմում թվերից կամ նույն թիվը կրկնվում է, ասենք 3 հատ 1, կամ 2 թիվ կա, որոնցից մեկն է կրկնվում, ասենք 121։ 121 համադրության մեջ 2 հատ 1-ը կրկին կրկնվում է։ Հասկանալի է։ Այսինքն, եթե ամփոփենք այս նկարագրությունը, միշտ մի կողմում գտնվում են զրոներ, ներողություն, լատինական տառերը կրկնվում կամ տարբերվում են, մյուս կողմի 3 թվերի պարագայում կամ նույն թիվը անընդհատ կրկնվում է, կամ այդ 3 թվերից կրկնվում է նույն թիվը 2 անգամ եւ 1 տարբերվող թվի համադրություն։ Սա ընդհանուր առմամբ։ Պարոն Գևորգյանը, եթե ավելացնելու ընթացքում բան կունենա, խնդրում եմ ավելացնել։ Գների պարագայում ասեմ, ինչպես են որոշվել գները, իհարկե քննարկումներ ունեցել ենք եւ առկա չափորոշիչների եւ գների համեմատական ենք անցկացրել, թե նոր չափորոշիչին համապատասխանող այսինչ համադրությունը, որ գնային սեգմենտի տակ պետք է տեղավորել։ Եթե ձեզ կհետաքրքրի, ես կարծում եմ կհետաքրքրի պայմանական պատահականության սկզբունքով, ես կարող եմ որոշակի, այսպես ասած, համադրություններ հրապարակել, ասեմ, որ գնային սեգմենտը 250,000-ից մինչև 8 միլիոն միջակայքում է սահմանվել, գիտեք երևի, որ մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի նվազագույն շեմը սկսվում է 60,000 դրամից եւ ավարտվում է 8 միլիոնով։ Այսինքն սա նշանակում է, որ ներքին գործերի նախարարի հրամանի առումով մենք բոլոր
գնային սեգմենտներում չափորոշիչներ չենք ավելացրել։ Մենք ավելացրել ենք այն սեգմենտներում կառավարության որոշմամբ եւ հետո տեղայնացրել նախարարի հրամանով, որոնք տեղավորվում են 250,000-ից մինչեւ 8 միլիոնի միջակայքում։ Օրինակ, 250,000 դրամի սեգմենտում այսպիսի համադրություն ենք ավելացրել 00 պլյուս մինուս XXY։ Այսինքն, ինչպես ես նշել եմ, մի կողմ 0-ն է, սա ֆիզիկական անձանց հատկացող համարանիշ է, 2 հատ 0 մի կողմ, պլյուս մինուս նշանակում է տարբերվող լատինական տառեր, XXY իմացածն է, XX-ը կրկնվում է դանույն թիվն է, Y-ը տարբերվող թիվն է։ Օրինակ, պատահականության սկզբունքով 00 A AB լատիներեն եւ 771 օրինակ։ Այսպիսի համադրություն։ Ունենք օրինակ 600,000 դրամանոց սեգմենտից օրինակ բերենք XX պլյուս մինուս 3 հատ 0։ Էլի մի կողմ ունենք 0, էլի մի կողմ ունենք թվերի համադրություն եւ կրկնվող կամ տարբերվող լատինական ուրեմն տառեր։ Նույն համաչափությունը պահպանված է նաեւ իրավաբանական անձանց հատկացվող համարանիշերի պարագայում, արդեն իմ ասած սկզբունքով երեգնիշը պարզապես գալիս է ավելի սկիզբ։ Ես նաեւ ասեմ, որ պարոն Գևորգյանի հետ էլ մենք այդպիսի քննարկում չէ, ուղղակի տեղեկատվության փոխանակում ենք ունեցել, խոսքը վերաբերում է այն հաշվառման համարանիշերին, որոնք պարունակում են 7 նիշ։ Սա կանխելով այն հարցերը, թե արդյոք կարող են այս համարանիշները հատկացվել մոտոցիկլետներին եւ այլ փոխադրամիջոցներին։ Ոչ, սա այն տրանսպորտային միջոցների համար է նախատեսված, որոնց համարանիշների համար նախատեսված է 7 նիշ, այսինքն 5 թիվ եւ 2 տառ։ Այսքանը, շնորհակալություն, եթե հարցեր ունեք։ Պարոն Գևորգյան, եթե ավելացնելու։ Ողջունում եմ ձեզ, քանի որ խոսք գնաց մեծ պահանջարկ ունեցող նոր չափորոշիչներով հաշվառման համարանիշերի եւ առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի տարբերության մասին, որպես իրազեկում քաղաքացիներին, հավելեմ հետեւյալը, որ առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերը հնարավոր է ձեռք բերել միայն էլեկտրոնային աճուրդի մասնակցության միջոցով։ Իսկ նոր չափորոշիչներով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը քաղաքացին կարող է ավելի հեշտ ձեռք բերել, կոնկրետ տրանսպորտային միջոցը հաշվառման գործընթաց իրականացնելուց հստակ սահմանված արժեքի վճարմամբ կարող է ստանալ։ Ուղիղ ձեռքբերման մասին է խոսքը, աճուրդի մասին չէ։ Եվ նոր չափորոշիչներով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի վրա տարածվում են նաև նախկինում գործող մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի իրավահարաբերությունները, այսինքն քաղաքացին երբ օրինակ վճարեց 250,000 դրամ եւ ձեռք բերեց նոր 0 չափորոշիչներով հաշվառման համարանիշ, կարող է օգտագործման իրավունքով օգտագործել եւ տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելուց հետո 6 ամիս պահպանվում է վերջինիս անվամբ։ 6 ամսվա ընթացքում, եթե համարանիշը ձեռք բերողը այլ տրանսպորտային միջոց չի ներկայացնում հաշվառման, նա կարող է նաեւ տրամադրել իր մերձավոր ազգականին։ Իսկ եթե անձամբ ինքը չի հաշվառում իր մեքենայի վրա եւ չի տրամադրում մերձավոր ազգականին, 6 ամիս հետո այդ համարանիշերը արդեն ներառվում են ազատ համարանիշերի ցանկում եւ կարող է այլ քաղաքացի ձեռք բերել։ Այսինքն ընդհանուր կարգավորումների իմաստով էլ որևէ բան չի փոխվել։ Ավելացել են միայն նոր չափորոշիչներ եւ սահմանվել են դրանց գները։ Առավել եւս ոչինչ չի փոխվել առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների իմաստով։ Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի էլեկտրոնային աճուրդով տրամադրման գործընթացը գործում է 2024 թվականի փետրվարի 1-ից, մինչ օրս օտարվել է թվով 49 առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշ եւ դրանց արդյունքում գոյացել է 892 միլիոն դրամ։ Որն ուղղվում է պետական բյուջե բնականաբար։ Եթե ձեզ հետաքրքիր է, նաեւ նոր չափորոշիչներով համարանիշերի վերլուծություն ենք անցկացրել, այո, նոր չափորոշիչներով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը ընդամենը 3 օր են տրամադրվել կառավարության որոշումը ուժի մեջ մտնելուց հետո եւ 3 օրվա ընթացքում տրամադրվել է 224 հաշվառման համարանիշ, որի արդյունքում գոյացել է 234 միլիոն 400,000 դրամ։ Ավելի շատ ընդունելի է քաղաքացիների կողմից եւ ավելի շատ վաճառվել է 600,000 դրամ արժողությամբ համարները։ 224-ից 165 հատ 600,000 դրամանոց համարանիշ է օտարվել։
Իսկ ինչու դուք դա չեք համարում մեծ պահանջարկ ունեցող։ Գիտեք, չէ, ես կարծում եմ կան նաև մարդիկ, որոնք ձեր պես չեն մտածում, իհարկե դա շատ սուբյեկտիվ է երևի թե նաև ձեր կարծիքը, բայց այնուամենայնիվ մի կողմում զրոների արկայությունը արդեն իսկ համարանիշի արժեքը բարձրացնում է, սա պետք է նկատի ունենալ։ Առավել ևս 3 թվից 2-ը ձեր վերածօրինակում կրկնվում է։ Դուք առնվազն 2 հատկանիշ ասացիք, որոնց ուժով կարելի է դա դիտարկել մեծ պահանջարկ ունեցող։ Մի կողմում 2 զրո, մյուս կողմի 3 թվերից 2-ը կրկնվող են։ Դա արդեն իսկ համարանիշը դարձնում է ոչ սովորական։ Եկեք այդպես ձևակերպենք։ Իսկ եթե չեն համարում, համենայն դեպս գործընկերս նշեց վիճակագրական թվեր, որոնք հակառակի մասին են վկայում, այսինքն հարությունը, եւ ես նշեցի իմ խոսքում, մենք այս փոփոխությանը գնացել ենք ոչ թե այդպես ուղղակի, այլ նաեւ հանրային կարծիք ենք հետազոտել։ Եվ այսօր վիճակագրությունը արդարացնում է այդ հանրային կարծիքը։ Իհարկե։ Հենց 3 օրվա փորձը վաճառված համարների ցույց է տալիս, որ կատարված փոփոխությունը կարող ենք համարել արդարացված։ Ոչ, նախկինում 0 չափորոշիչով հաշվառման համարանիշերը միայն աճուրդով վաճառվում էին, բայց հիմնադրույթները այլ էին։ Աճուրդով վաճառվող հաշվառման համարանիշերը կամ պետք է պարունակեն ամբողջովին 0 թվերը, կամ միայն ընդամենը մեկ այլ թիվ եւ լատինական նույն կամ տարբերվող տառեր։ Պարոն Մարանդյանը քիչ առաջ խնդիրը նրանում է, որ նախկինում սրանք չկային ուղղակի։ Տառացիորեն այն ինչի մասին այսօր ասուլիսի ընթացքում խոսում ենք, նոր են սահմանվել։ Այո, առանձնահատուկ պահանջարկ այլ բան է, պարոն Գևորգյանն ևս մեկ անգամ շեշտեց, սրանք մեծ պահանջարկի նոր չափորոշիչներ են։ Այսինքն նախկինում չի եղել սա։ Նախկինում եղել է մեծ պահանջարկի այլ չափորոշիչ, բայց պարզապես վերացվել է։ Ես սկզբունքորեն ասում, պարոն Գևորգյանը ինձ կուղի գործնական առումով եթե սխալ եմ, որտեղ իրենք են, ինչպես ասում, գետնի վրա աշխատում, պետական մարմիններին հատկացվող հաշվառման համարանիշերը սրատակ, տեսեք, ասում ենք ֆիզիկական անձանց տրամադրվող եւ իրավաբանական անձանց տրամադրվող։ Պետական պաշտոնատար անձանց տրամադրվող հաշվառման համարանիշը դրա հետ որևէ ուղղակի առնչություն չունի։ Եթե դուք ինչ-որ թվեր եք տեսնում, դրանք ուղղակի հատկացնող մարմնի հերթական թվեր են։ Պարոն Գևորգյան, խնդրեմ, եթե ավելացնելու բան ունեք։ Շատ ճիշտ ներկայացրեցիք, պարոն Մարանդյան, պետական մարմնի ղեկավարներին, պետական պահպանության ծառայությանը հատուկ կառավարության որոշմամբ տրամադրվում են այլ համարներ, դրանք չեն մտնում սովորական ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար նախատեսված չափորոշիչներով համարանիշերի մեջ։ Իսկ նրանց համարանիշով վճար կատարվում են, կառավարությունն է վճարում, դրանք ուղղակի բաժանվում են այդ մարմինների արտաքին։ Յուրաքանչյուր հաշվառման համարանիշի համար սահմանված չափի վճարը վճարվում է։ Թե պետական մարմիններին հատկացվող, թե ֆիզիկական անձանց եւ թե իրավաբանական անձանց, առանց բացառության։ Ես մի այսպես հստակեցում անեմ, խոսքը չի վերաբերում այն իրավիճակներին, երբ ձեր կարծիքով պետական պաշտոնային սպասարկող տրանսպորտային միջոցին հատկացված համարանիշը կարող է չափորոշիչներից մեկի տակ լինել։ Պարոն Գևորգյանի ասածը, որքան ես հասկացա, ինքնարժեքի մասին է խոսքը երևի, պետական ծախսերի ընդհանրապես։ Բայց կրկնում եմ, պետական պաշտոնյանեն սպասարկող տրանսպորտային միջոցների վրա հագցված հաշվառման համարանիշները սրա հետ ուղիղ որևէ առնչություն չունեն։ Դրանց ամենաբարձր համակարգը որը Նոր չափորոշիչներով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի պետական ավտոմեքենաների վրա հագցվող։ Դրանք բոլորը 12,000 դրամ հենց դիտելի։ Ստանդարտ սովորական ինքնարժեքի վճարն է դա, այսինքն պետությունը ինչ ծախս կատարել է, այդ ծախսի մասին է խոսքը։ Այլ ծախս, այո, հերթական, բայց առանձին գծով հատկացվող, որպեսզի այո, պետությունը իմանա, պաշտոնյանը հատկացվում է առանձին գծով։ Այլ ծախս այստեղ ուղղակի չկա։ Իսկ ձեր ասածը մեզ պահանջարկի գնային սեգմենտներից առավելագույնը 8 միլիոն է։ Դա կախված է անձից։ Ես ինքս վարորդ եմ եւ երբեմն իհարկե նկատելի է, որ
ինչպես բացատրեմ ձեզ, սովորական համարանիշով տրանսպորտային միջոցը կարող է երբեմն իրեն X խախտումը թույլ տալ, ձեր ասած համարանիշով վարորդը կարող է թույլ չտալ։ Կարող է նաև հակառակը լինել, այսինքն դա միարժեք պնդել, որ ուղիղ կապ ունի վարորդի վարքագծի հետ։ Դա գիտեք ինչի է նման, թե մարդիկ ինչու են ձեռք բերում այդ համարանիշերը։ Կարծում եմ միանշանակ բարի նպատակներով։ Սա իմ դիրքորոշումն է, այնպես որ դրանից է կախված վարքագծային իմաստով։ Ներկայումս մեր գործընկերները ծրագրատեխնիկական բաղադրիչի վրա իհարկե աշխատում են, բայց ներքին գործերի նախարարությունն նաև մտածել է այլ ընտրանքների մասին, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան, պարոն Գևորգյանը ավելի մանրամասն կներկայացնի, թե գործնական ջանքեր արդեն ձեռնարկված են։ Այս պահի դրությամբ բոլոր հաշվառման քննական ստորաբաժանումներում, ցուցատախտակներում փակցված են չափորոշիչները իրենց գներով, ինչպես նաև սպասարկման սրահներում առկա է համակարգիչներ, որտեղ կարող են քաղաքացիները որոնել։ Իսկ Ռոատպոլիս գետային կայքը ուղղակի տեխնիկական խնդիրների պատճառով այս պահին չի որոնում։ Նախկին ձևաչափով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը կարողանում են որոնել, բայց նոր չափորոշիչներով 1-2 օրվա ընթացքում արդեն կկարողանան քաղաքացիները ընտրել։ Կարող է կրկնվել, կարող է տարբեր լինել։ Բնականաբար, եթե կրկնվում է, արժեքը բարձրանում է։ Օրինակ, այո։ Այո։ Երկու տարբերակն հնարավոր է։ Այսինքն դառնան բիզնեսի օբյեկտ։ Պարոն Գևորգյան, գործնականում նման ես չեմ հանդիպել այդպիսի խնդրի, ճիշտ ասած։ Տեսականորեն ամեն ինչի վտանգը միշտ կարող է լինել, բայց գործնական հաղթությունում այդպիսի մտահոգություն մենք չենք ունեցել, եթե անկեղծ լինեմ։ Եթե կարելի է այդ մասով զուտ այսպիսի բան է հնարավոր, ասենք ես ձեռք եմ բերել 8 միլիոն դրամանոց հաշվառման համարանիշ, դուք իմ մտերիմն եք, ինձ խնդրում եք, ես հրաժարվում եմ համարանիշերից, կարող է ինձ նաև ընկերաբար փող եք տալիս, ես հրաժարվում եմ, դուք գնում եք նորից 8 միլիոնով ձեռք եք բերում։ Հաշվառման քննական ստորաբաժանումներում այդ սահմանված գները անփոփոխ են, բնականաբար, բայց այդ ձևաչափը կարող է քաղաքացիների մեջ գործել։ Պատկերացրեցիք, չէ՞։ Եթե դա կարող ենք, եթե դա ձեր հարցի պատասխանն է, տենց։ Եվ ես նաև մի բան հավելեմ, տեսեք, եթե նույն համարանիշը չէ, բայց համանման կոմբինացիայով համարանիշը, եթե 8 միլիոն դրամ է սահմանված, բայց ձեր ասած օրինակում, չգիտեմ, սև շուկայում պետք է 10 միլիոնով ձեռք բերել, դա նաև ֆինանսապես ձեռնտու չէ։ Ասենք, եթե համանման կոմբինացիան կարելի է օրինական ճանապարհով գնալ եւ հաշվառման քննական ստորաբաժանումից գնել 8 միլիոն դրամով, ես այդ բիզնես տրամաբանությունը ուղղակի չեմ հասկանում, թե ինչու պետք է ինչ-որ մեկը այդ համանման համարանիշը ձեռք բերի 10 միլիոն դրամով կամ ավելի բարձր գնով։ Բիզնես տրամաբանությունը նա որ մեկը շուտ է ձեռք բերել մեկերը, մեկը չկա, չէ, եթե ինքը շատ է ցանկանում մեկը ձեռք բեր, դա գուցե այլ բան է։ Բայց ես ասում եմ համանման կոմբինացիայով եթե կարելի 8 միլիոնով ձեռք բերել, ինչու գնալ եւ ավելի բարձր գնով։ Մասնարարպես կարող են շահագործել սեփականատերը եւ մերձավոր ազգականը, չէ՞։ Այո, այո։ Ավարտենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։